Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք, բայց մենք տեսնում ենք այս քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը խանգարումքի մեջ շփոթված ինչպիսի հայտարարություններ է անում։ Խնդրեմ։ Բարև ձեզ, այո, վերջի ժամանակները մենք ականատես ենք ինչ իրադարձություններ է զարգանում մեր մայր հողում ու բոլորս անտարբեր չենք կարա լինենք, բոլորս այդ իրավիճակին մի քանի հոգու թողնելով իրենց քմահաճույքի կամ իրենց այդ նույն մոտեցման, նույն ձևակերպումների, խոսքերի, որ եղել է մի քանի ժամանակ առաջ, էլի նախընտրական այդ քարոզարշավի ժամանակ, հիմի եկել է մի հատ իրավիճակ, հիմի եկել է մի հատ ժամանակահատված, որ այդ մարդիկ, այդ ներկա իշխանության ղեկավարությունը, որոնք ուզում են նորից էլի վերընտրվել, պիտի ահագին հարցերի պատասխաններ տան։ Ահագին հարցերի պատասխանները դա իրենց տված խոստումների հիման վրա է, իրենց տված խոստումների վերընտրվելու համար է։ Եթե մի քիչ հետ գնաք, ես չեմ ուզում գնամ 18 թվականի, 20 թվականի այդ իրադարձությունների հետ կապված, 21 թվականի վերընտրվելու համար այդ մարդիկ ահագին ծրագիր են ներկայացրել, կետ առ կետ ահագին այդ խոստումներ, ահագին բաներ, որ այդ ընթացքում վերընտրվելու ընթացքում դա վերականգնվելու է, դա անելու են իրանք։ Հիմի հարց հացակում, սրանց քարոզարշավի ժամանակ հասարակ շարքային քաղաքացիներ են մոտիկանում, այդ հարցերը բարձրաձայնում։ Արցախայցության հետ մի բան արեք, Արցախայցությունը ունի իր պահանջը, Մայր Հայաստանում մեր հայրենակիցները, Հայաստանաբնակ հայերն էլ ունեն իրենց պահանջները։ Էլի այդ ծրագրի խոստումների հիման վրա։ Հիմի մի մարդ մոտենում է այդ տված խոստումների հիման վրա, մեկը ջրի հետ կապված է, մեկը տուն ստանալու հետ կապված է, մեկը կապված է տարբեր շարքային քաղաքացիների հետ այդ հարցերը։ Արցախցիներն էլ իրենց պահանջն են ներկայացնում, էլի իր խոստումների տված հիման վրա։ Հիմի այդ կետերի մեջ, այդ ծրագրի մեջ 21 թվի վերընտրվելու համար եղել է խոսքի Շուշիի, Հադրութի դեօկուպացիա։ Բացի դրանից արցախցիների իրավունքների հետ կապված հարցեր։ Մենք որպես արցախցիներ այսօրվա իրավիճակում հայտնված այդ տուժված կարգավիճակում, այդ կործանված կարգավիճակում իրենց ի պաշտոնե ղեկավարման ընթացքում մենք այդ հարցերն ենք բարձրաձայնում։ Այդ ծրագրի մեջ չկա գրած, որ Շուշի Հադրութ դեօկուպացիան պիտի Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատագրեր։ Այդ ծրագրի մեջ չկա կետ, որ բանը այս տնտեսության զարգացման կամ բանակի ուժեղացման համար Սամվել Կարապետյանը պիտի դրանով զբաղվեր։ Կամ էլ նույն Գագիկ Ծառուկյանը, կամ էլ մնացած ում ինքը ամենօրյա ռեժիմով մեղադրում է, ամենօրյա ռեժիմով անիծում է, ամենօրյա ռեժիմով սպառնալիքով սպառնում է այդ մարդկանց խոսքի ֆիզիկական բաների հետ կապված իրենց էությունով, այդ ծրագրի մեջ չկար։ Այն բաները, որ մարդիկ հասարակ շարքային քաղաքացին ձեզանից պահանջում է, այդ հարցը բարձրաձայնում է, հանգիստ ուզում է պատասխանը լսի, խիչի դա իրականություն դարել, մեղավորը ով է, կամ այդ մեղավորը խիչ եք պատժել, կամ այդ ընթացքում այդ գործողության բաները խիա խաթարվել, ամեն հարցի պատասխանը ի պաշտոնե Նիկոլ Փաշինյանը պիտի այդ պատասխանները ձևակերպի հիմնավորած այդ մարդկանց պատասխանները տան։ Հասարակ մարդու համար չկա այդպես խորքային ինչ որ մտածելու բանու իմաստ։ Այդ մարդը իր կյանքի հետ կապված, սոցիալական հարցերի հետ կապված, մնացած պարագաներում էլ Հորսկի Արցախայությունն էլ, որ ինչի հիման վրա Արցախը ճանաչեցիր Ադրբեջանի տարածք, ինչի հիման վրա թողեցիր Ալիևի, որ ցեղասպանություն իրականացնի Սուրբ Արցախում, ինչի հիման վրա է շարունակում այդ մարդկանց իրավունքները ոտնահարել, վաճառել կամ սպառնալ, ինչի հիման վրա չեք կարող մի բառերով ասելով, որ այսօր խոսքի դեթ հարցը փակ է, կամ այսօր դրա մասին մենք արդեն չենք խոսելու, կամ էլ դա փոխարինելով, որ մերը չի եղել, մենք իրավունք չունենք, տղա ջան, դու քո իշխանության գալը այս սկզբունքներով ես եկել։ Դե մի հատ կողմ որոշեք, դուք ով եք։ Ում շահերն եք առաջ տանում, ում շահերն եք պաշտպանում, կամ դուք արցախցիների իրավունքների շահերը ոտնահարած, կամ Մայր Հայաստանում գտնվող հայ ժողովրդի իրավունքները ոտնահարած։ Ինչ տարբերություն կա։ Հայկական տարածք է, թե Արցախն է եղել, թե այս տարածքն է, որը մենք ապրում ենք,
Այդ տարածքի, այդ իրավունքների հիման վրա մենք բարձրաձայնում ենք ամբողջ ազգովի, բարձրաձայնում ենք այդ հարցերը։ Ու այդ հարցերի պատասխանն ենք ուզում ստանանք, որ վաղվա օրը ով էլ գա, ով էլ վերընտրվի, այդ հարցերի պատասխանները ունենանք արդեն ոչ թե խոսքերի հիման վրա, այլ իրականության մեջ, այլ իրականությունում մենք դա տեսնենք։ Հիմի քարոզարշավ ա գնում, հիմի ընտրություններ ա գնում։ Բոլորին առավոտից իրուկուն հրավիրում էիք դեբատների։ Ընտրությունը հենց դեբատներն է։ Այս ընտրությունը, այս դաշտը, որ ձևակերպում է, մարդիկ գնան ընտրեն, ամեն մարդը իրավունք ունենալով որպես քաղաքացի լինելով այդ բանին, այդ երկրին, ինքը իր իրավունքը գնում է, իր իրավունքի հիման վրա գնում է ընտրություններին։ Խիեք խանգարում այդ մարդկանց, խիեք ժողովրդին շեղում, խիեք տուն մտած փողոցներով ամենտեղ մարդկանց մոտենալով բանանում, որ ասում եմ, ձեր ուզածը կամ ձեր ասածը թելադրում։ Մարդիկ էլ որ ձեզ հակառակ բան են ասում, կամ սպառնում եք, կամ ասում եք այս մարդը խիա ողջ, խիա կենթանի։ Հիմի ձեր տարած թեզը, որ ասում եք Եվրոպա ենք գնում, եվրոպական բանով եք գնում, այդ ճանապարհով եք գնում, եվրոպական երկրներում ձեզ դες բան են թելադրել, կամ ձեզ տենց են ներկայացրել Եվրոպա գնալու ճանապարհը, որ պիտի դիկտատուրա մտցնի, որ պիտի սպառնալիքներով քո ազգի քո ժողովրդին, որ պիտի ամեն ինչ վտարելով, վտանգ ներկայացնելով քո ազգին, քո հայրենիքին, քո երկրին, այդ ձևակերպումով գնում եք Եվրոպա, այդ է ճանապարհը, կամ էլ հետ դարձանք խաղաղության հետ կապված։ Խաղաղության իմաստը որն է, որ հարևան երկրի առավոտից իրիկուն այս իրավիճակում էլ, այս քարոզարշավի իրավիճակում էլ, որ ժողովուրդն է իր ընտրում, իր երկրի ճակատագիրը վաղվա օրը հետ կապված, հարևան երկիրը օրեցօր ամեն օր ռեժիմի ընթացքում առաջարկներ է առաջադրում, ինչ-որ պահանջներ է առաջադրում, ու դա էլ հստակեցնում է, նրա չի ասում ձեր նման բառերով, նա չի խաբում իր ժողովրդին, նա իր պլանները, իր ծրագրերը ներկայացնում է հետագա վաղվա իրենց անելիքների մասին։ Մենք ինչ ենք անում, մենք դա ենք ձեզանից պահանջում, բառերով մի խոսա, ծրագրեր ներկայացրեք, ծրագիր ունեք ներկայացրեք, բայց չեք կարող ծրագիր ներկայացնեք, որովհետև դուք այդ խոստումները տեր կաղնողը չեք, դուք այդ խոստումները իրականություն դարձնողը չեք, դուք արդեն տենց երկու անգամ խաբելով եկել եք իշխանության, հիմա այսօրվա պարագայում երկու հատ թեզ եք վերցրել, խաղաղություն պատերազմ, խաղաղություն պատերազմ, դո պատերազմը եթե լինում է, սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, պատերազմը որ լինում է, բոլորն էլ գնում ենք պատերազմի, որովհետև սպառնալիք կա, տուն կորցնելու, սպառնալիք կա, հայրենիք կորցնելու, մենք պատերազմ չենք հայտարարում, մենք պաշտպանվում ենք, մենք մեր տունը հայրենիքը պահում ենք, նույն բանն էլ եղել է Արցախում, Արցախը պատերազմ չի հայտարարել ոչ մեկին, Արցախի ժողովուրդը պատերազմ չի հայտարարել ոչ մեկին, Արցախը իր ժողովուրդը իր իրավունքներին, իր եկտորոշված, իր անկախության համար պայքարել է հայ ազգի հետ, հայ ժողովրդի հետ միասին, որովհետև Արցախը մենակ արցախցիներին չի, Արցախի դարավոր ունեցող պատմության եկեղեցիները մենակ արցախցիներին չի, Արցախում ինչ եղել չեղել է իր հազարամյա պատմություններ ունեցող այդ տարածքը, այդ աշխարհը, սուրբ երկիրը, դա մենակ արցախցիներին չի եղել, միշտ հպարտանում էինք Արցախով, ինչի իման վրա, արցախցիներով չէինք, չէ մենակ հպարտանում, այլ Արցախը հայկական լինելով էինք հպարտանում, Սուրբ Արցախը իր դարավոր պատմության այդ բանը պահպանելով, պահելով էին հպարտանում, արցախցիները ինչի շնորհիվ են կարողացել միշտ Արցախը պահել հայկական, հայ ազգի համախմբվածության շնորհիվ, չէ, լուրջ ղեկավարների, հզոր ղեկավարների, նվիրված ղեկավարների շնորհիվ է չէ եղել, որ կարողացել են Արցախը պահել այդ բանի համախմբվածության շնորհիվ։ Հիմա այսօր դուք պառակտում եք։ Պառակտման նպատակը ինչ է, ես այդ եմ ուզում իմանամ։ Պառակտման նպատակը ղեկավարներին կոնկրետ ձեր կողմից նպատակը ինչ է, դա լավ բան չի, դուք էլ գիտեք, բոլորն էլ գիտեն։ Մենք իմանալով որ պառակտումը վատ բան է, մենք բոլորս սկսած շարքային քաղաքացուց ավարտած մնացած բոլոր քաղաքական գործիչներ են, իրական եմ ասում են, նվիրված իրական հայի պատկանելություն, կրոնական պատկանելություն ունեցող ներկայացուցիչների մասին եմ խոսում։ Մենք գիտենք, որ համախմբվածությունը կամ այդ բան մթնոլորտը, այդ համերաշխ մթնոլորտը դա ամենահզոր ուժն է։ Դա ամենահզոր ուժն է թե զարգացման համար,
թե պայքարելու համար, թե պաշտպանելու համար, ամեն ինչի հետ կապված դա այն համերաշ մթնոլորտ է, ծերո հարգանքը իրար նկատմամբ, ամեն ձևի իրար, որ ասում է ձեր մեկնելու, մեշք կայնելու, դրա նպատակը արդյունքներ ունի լավ, դրական արդյունքներ է տալիս տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում, ձեր նպատակը ինչի է, խի եք պառակտում մոծնում հանրության մեջ, խի եք ատելությունը ավելի կրկնապատում Արցախցի, Հայաստանցի, խոսքի Գորի, Սյունիք, հիմա այդ նույն վտանգները այսօր սահմանամերձ շրջանների հետ է կապված, մար Հայաստանին, վաղը նույն քննադատությունը անելու եք այդ սահմանամերձ ժողովրդի նկատմամբ, եթե ինչ-որ սպառնալիքին այդ ժողովուրդը տեղափոխվեն ավելի ապահով տեղ, ավելի անվտանգ տեղ, դու այդ մարդկանց էլի նույն սպառնալիքները բանեք, խի եք ողջ մնացել, խի չեք կռվել, կռվում են ազգովի, կռվում են բանով համախմբված, այդ ուժն է հաղթանակ բերում, պարտվող ղեկավարը, այն մարդը, որ չի արդարացրել իր կարողությունն է, չի արդարացրել իր նվիրվածությունն է, հայրենասիրությունը, չի կարողացել, ուրեմն այդ մարդու մեջ չկա այդ ունակությունը, չկա այդ ընդունակությունը, այդ մարդը պիտանի չի լինի ազգի ղեկավար, այդ մարդը պիտանի չի լինի ժողովրդի առաջնորդ, այսօր մենք այս կարգավիճակում, այս իրավիճակում արցախցիներին վրա էլի մատ եք թափ տալիս, կամ ինչ-որ վիդեոներ եք բանանում ցույց տալիս, ինչ-որ մասկաներով կամ այս մեկ էմուսը, արա մի խայտարակվեք, արցախցիները կամ հայ ժողովրդի մեջ ձեզանից բետար ստոր մարդիկ չկան, այն մարդիկ, ովքեր ստորություն են անում իր ազգի, իր ժողովրդի նկատմամբ, դա մի ընդփնտրեք ազգի ժողովրդի մեջ, դա բոլորը գալիս է ձեզանից, դա դուք եք այդ սերմացրել այդ բաները, այդ գործողությունները, այդ ուղղությունը, այդ ճանապարհը, էդի գիտեք, էդի մտավախության առիթ է, այդ ստերիկությունը, որ դուք անում եք, դուք չեք տեսնում կողքից ինչ տեսարանա ձևակերպում, պարտվության, վախոտի, ամեն ձևի, որ ասում եմ, փախուստի, թռացի, փախացի, պանա, ձևակերպումա, պահելաձևա, հիմի դա ինչ է ձեզ ստիպել այդ կարգավիճակում լինելը, ձեր պարտությունն է չէ ստիպել, ձեր խայտարակ դավաճանությունն է չէ քո սեփական ժողովրդի նկատմամբ ստիպել, որ դուք այդ ձևի դրսևորումներ եք ձևակերպում, ինչ մտավախություններ ունեք, առավոտը ցիրիկու ժողովրդի անունից խոսում եք, ասում եք ժողովուրդը մեզ է աջակցում, մեզ է ողջունում, ժողովուրդը վստահ, բայց այդ մտավախությունը որտեղից է ծագում ձեր մեջ, ինչի հիման վրա եք դուք խառշփոթ ընկած մարդկանց ամեն մի հարցին տենց գազանաբար տենց բանի վրա հարձակվում այդ մարդու վրա, ինչի համար, հասարակ շարքային հարց, այսքան ես հետևել տեսել եմ, հասարակ մարդկանց բանա հարցա, շարքային ժողովրդի, շարքային մարդու հարցա բարձրաձայնում, ինել ամեն մեկը կապված կոնկրետ իրա հետ, իրա հարցնա, դրա հետ կապված ձեզ հարցեր է տալիս, հետո քաղաքական հայացք ունեցող մարդը դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի հետ պատկանելիություն ունի, ընդդիմադիր հայացք ունեցող մարդը դա չի նշանակում, որ պարտադիր պիտի ինչ-որ մեկի պատկանելիություն ունի, անձամբ մեկը ես, ոչ կուսակցական պատկանելիություն ունեմ մեկի նկատմամբ, ոչ ինչ-որ շարժման, ինչ-որ գործողությունների մեջ ես ինչ-որ պատկանելիություն ունեմ, ես պահանջատեր եմ, Այս իրավիճակում, որ հայտնվել եմ, սիրելի հայրենակիցներ, դուք էլ նույնպես, որ բաներ եք պահանջում, այդ ի պաշտոնե ղեկավարներից ենք, չէ պահանջում, որ իրենց ղեկավարման օրոք ենք մենք այդ հարցերը ծագել կամ այդ իրավիճակում հայտնվել։ Հիմի մեկ իրավունք ունեք, չէ այդ հարցերը բարձրաձայնեք ու պահանջատեր լինեք։ Ինչի համար է այդ բաները կուտակվել, հասել այս ծայրահեղ իրավիճակում, որովհետև ժամանակի ընթացքում մի հարցի պատասխանել չեն տվել, մի խոստում չեն իրականացրել, մի հատ բան չեն արել, որը ժողովուրդը նորից եմ ասում, ոգևորվի կամ իրանց էությունը բանը ինչ-որ մի ձևի արդարացվի։ Սրանք մենակ իրենց են արդարացնողը, ուրիշ արդարացնող չկա։ Մենակ իրենք են իրենց ասած բարերը նորից էլի սուտ թեզերը կրկնում կամ էլ ժողովրդի մոլորության մեջ գցում։ Հիմա եկել է մի հատ արդեն ուրիշ իրավիճակում, որ սա պատմական ժամանակ է, որովհետև ունենք մեծ սպառնալիքներ պատմական թշնամու կողմից։ Հաշվի առնելով, որ բացի ստեղից մենք հետևում ենք նրանց կողմից էլ ներկայացրած կամ նրանց կողմից էլ հնչեցրած այդ ուղերձներն է, այդ մտքերն է, այդ խոսույթն է, մենք լսելով, տեսնելով մտավախություն ենք ապրում, որ այդ նույն իրավիճակը ստեղ է սպառնում, անվտանգության հարց է պետք որոշել, բանի զարգացման տնտեսության հարց է պետք որոշել,
բոլոր ինչ հարցեր կա մեր ազգի ուժեղացման կամ մեկ, որ կարողանանք ինքնուրույն դիմադրությունը կամ ուժեղ ինչ որ դիրք դրսևորենք, դա պահանջում է մեջի աշխատանքներ իրականացնելու։ Մեջում աշխատանքներ իրականացնելու համար միանգամից ղեկավարին եք նայում, ով է ղեկավարը երկրի։ Եթե այս ղեկավարն է, ասում ենք, չէ, սա սուտ ասում, սա մեզ խաբել է արդեն, սա մեր գլխին արդեն սարքել է, սա արդեն բացի սարքելուց շարունակում է փորձանքներ բերելու մեր գլխին, սա վտանգավոր մարդ է, սա մեզ մահ է ցանկանում, ասում այն մարդիկ, ով դիմադրում է կամ դեմ է այսօրվա իրավիճակը իրենց այդ ճանապարհը գնալու, սրանք ասում են պիտի ողջ լինեն, սրանք ասում են պիտի մահացած լինեն։ Դուք պատկերացնում եք երկրի ղեկավարը պաշտոնյա, որ ասում է հրապարակային իր ազգի, իր ժողովրդի նկատմամբ մահի կամ էլ ինչ որ բանի սպառնալիքներով է տեսնում այդ ժողովրդին։ Ժողովուրդ ինքը ձեզ տեսնում է օգտագործելու տարբեր իրավիճակում ինչ որ ասում է իրենց աթոռը իրենց շահը պահելու համար։ Դե մի մեկ էլ զուգահեռ ասում ենք, չէ, դե սրանք արդեն հասկացանք, եկան իրենց ճիշտ չդրսևորեցին, բացի չդրսևորեց ամեն ձևի մեզ խայտարակեցին, թե աշխարհով մեկա, թե որպես ազգ, թե թշնամու առաջ, ամեն ձևի մեզ խայտարակեցին։ Հիմա մենք ուզում ենք ուրիշ ղեկավար, հիմա մենք ուզում ենք ընտրենք ուրիշ առաջնորդ, հիմա ուզում ենք տեսնենք ինչի համար ենք ուզում այդ ընտրությունը անենք, որովհետև ուզում ենք տեսնենք մենք արժանապատիվ հայ կերպարով ապրենք, որովհետև ուզում ենք տեսնենք ծնկաչոք չեղած, ուզում ենք մեզ չտեսնենք պարտված, ուզում ենք տեսնենք զարգացած, ուզում ենք տեսնենք լավ ապրելակերպի բանով, որ ասում եմ մթնոլորտում ապրող ազգ։ Իրավունք ունեք, չէ՞ ժողովուրդ այդ ընտրությունը անելու։ Բոլորիդ էլ ունեք այսօր այդ ընտրությունը իրականացնելու, կայացնելու, ձեր բոլորի դա իրավունքն է։ Ու ձեր դե բոլորի ձայնն է։ Դուք եք որոշելու, ինչ ապագա եք ուզում վաղը տեսնեք։ Ինչ եք ուզում դուք վաղը տեսնեք, նորից եմ ասում, չխափնվեք խաղաղություն պատերազմ խոսույթով, դա կապ չունի դրա հետ, խաղաղությունն էլ պիտի դու դենձևի դրսևորես, որ հավասարի հետ էլ խոսես, պատերազմի դաշտում էլ դու պիտի հաղթող լինես կամ քեզ սպառնալիքներին զսպող լինես, որ կարողանաս այդ պատերազմը, որ չթողնես, որ պատերազմով հարցերը լուծվի։ Ինչի իման վրա է պատերազմը լինում, կամ պատերազմի ճանապարհով գնում, ուժի մեկ էլ թուլի բանով է, չէ՞ գնում պատերազմը, կամ այդ սպառնալիքները, եթե դու չտեր չես կարող կանգնես քո իրավունքներին, ուրեմն դու թույլ ես, եթե դու տեր չես կարող կանգնես քո հողին, ուրեմն դու թույլ ես։ Հիմա պատմական թշնամին այդքանը տեսնելով, ինքը կարող ասի, դե լավ, գալիս ենք մենք, թույլ եք դուք, գալիս ենք մենք ձեր երկրի բարելավման, ձեր ժողովրդի վաղվա լավ ապագայի մասին մտածեք, սուտ է, չէ՞։ Դրա համար այդ խաղաղություն թեզը, այդ պատերազմի հետ, ինչ որ սպառնալիքների հետ կապվածը, դա գալիս է առաջնորդից, ինչ քաղաքական որոշումներ է կայացնում, ինչ մոտեցումներով կամ ինչ ձևակերպումներ, ինչ դիվանագիտական խելամիտ բան է տանում, դրանից էլ այդ արդյունքներն էլ ունենում ենք։ Ամեն ինչ կապված է ղեկավարից, առաջնորդից, եթե առաջնորդը չի կարողանում արդարացնի իր առաջնորդ լինելը, ինքը պիտի գնա այն տեղը, որտեղ ինքը եղել է, ու արժանանա այն պատասխանին, որ իր ղեկավարման ժամանակ այս ձևի լուրջ հարցերի բացթողումներ արել, իր ազգի առաջ էլ պիտի ինքը պատասխան տա։ Այսօրվա իրավիճակի հետ կապած այ ընդհանուր տենց բովանդակային իմաստով այդ ձևի ներկայացնելով։ Սիրելի հայրենակիցներ, ես առանձին ուզում եմ անդրադառնամ ատելություն քարոզող այդ բաների, այդ ներկայացուցիչների կամ այդ աշխատանքների հետ կապված ձեր ուշադրությունը։ Ես ձեզ խնդրում եմ, չտրվեք այդ մանիպուլյացիաներին, միազգենք, ժողովուրդ, մեր ամեն մեկիս փրկությունը մեր այս համախմբվածության մեջ է, ազգային համախմբվածություն, ազգային այն բան մթնոլորտ, բարի մթնոլորտ, սեր ու հարգանքի այդ համերաշխության մթնոլորտն է, այդ դա է լինելու մեր փրկությունը։ Ընտրությունը կապ չունի, ամեն մեկը ընտրելով դուք ձեր գիտակցաբար հասկացողությունով ընտրություն կայացրեք։ Անձամբ ես ընտրություն եմ կայացնելու ոչ ի օգուտ այս ներկա իշխանության, որովհետև ես դրա զոհն եմ դարել։ Տասնյակ հազարավոր մարդիկ էլ նույն այդ զոհն են դարել։ Կապ չունի, մեկը երկիր է կորցրել, մեկը հարազատ է կորցրել, մեկը ամեն մարդ մի ցավի մեջով անցել է։ Սա սոցիալական կորուստ չի։
Սա ինչ որ նյութական կորուս չի, սա ցավի մասին ենք խոսում, ցավի մասին, ցավը մենակ տանողն է հասկանում է ցավի գինը։ Հիմի քո հարևանը որ կորցրել է իր հարազատին, քո ընկերը որ կորցրել է իր հայրենիքը, իր հողը, դա դու հաշվի ես առնում որ դու դրա հետ կապ չունես, չէ, որ դու պիտի կորցնեիր, ինքն է կորցրել, որ հաջորդը դու չլինես, այդ իմաստով պիտի մենք միասնական այդ ցավն էլ կիսենք միասին, այդ պայքարն էլ տանենք միասին, այդ հաջողություններին էլ հասնենք միասին, որ մենք ամբողջ մեր հասարակությունն է, մեր ազգը կարողանանք վաղվա օրը ամեն մեկս իր աչքերին կարանք նայենք, ամեն մեկս իր աչքերին նայելով ասելիքներ ունենանք, այսօրվա պարագայում էլ ամեն մեկս էլ ունենք անելիքներ, հերոս դառնալն էլ, առաջնորդ դառնալն էլ, դերակատար դառնալու բոլորդ ունեք այդ իրավունքները, բոլորդ ունեք այդ հնարավորությունները, ու այս իրավիճակում սա բացի առանձին դրա հետ կապված պատմական ժամանակահատված է, պատմական էջերը միշտ գրվում է, որ ասում է համ լավը, համ վատը, մի բան արեք, այն էջերը որ լավն է գրվելու, լավ անողը գրելու է այդ էջերում, վատ անողը ինչ վատություն արել, դրանք էլ գրվելու են այդ վատ էջերում, սև ընտրությունը ամեն մեկը իր բանով չի, կերպարով կամ ձևակերպումով չի, սա հանրությունը, ժողովուրդը, իրավիճակն է, սա գնահատական տալիս, ու այդ գնահատականի հիման վրա էլ այդ մարդու կերպարը, այդ մարդու պահելաձևը դեղ ձևակերպումը, ով ինչի համար է, այս ներկա ընտրություններին ահագին ներգրաված կուսակցություններ կան, ես ձեզ մի անգամ հարց եմ տվել այդ կուսակցություններին, ձեր նպատակը ինչ է այսօրվա իրավիճակում, բոլորի խոսույթների մեջ օգտագործում եք, որ համաձայն չեք, մեծամասնության մասին եմ ասում, համաձայն չեք ներկայաիշխանության քաղաքականությունից, համաձայն չեք, որ ներկայաիշխանությունը վերընտրվի, մի հատ ինձ ասեք այդ 6-7 հոգանոց վալիբոլի թիմով որ գնում եք Քարոզարշավի, դուք չեք տեսնում, որ ձեզ խնդիր ունեք աջակցության ժողովրդի կողմից, դուք չեք տեսնում, որ ձեզ խնդիր ունեք տոկոսային հարաբերության այդ շեմը անցնելուց, հիմի ձեզ հարց եմ տալիս, դուք չեք տեսնում, որ դուք էլ ավելի վտանգավոր գործողության այս վճռական ժամանակ ավելի վտանգավոր գործողություններ եք իրականացնում, ձեր նպատակը ինչ է, ուրեմն կամ սուտ եք ասում, կամ եթե սուտ չեք ասում, կամ եթե չեք գնում էլի կեղտոտ պղծված ինչ որ գործողություններին, ձեզ ժամանակ ունեք էլի, այսօրվա իրավիճակում համախմբվածության կոչ անելու, համախմբվեք այն ուժերի շուրջը, համախմբվել այն ընդդիմադիր դաշտի շուրջ, որ կարողանանք մենք հաղթահարենք այս իրավիճակը, որ կարողանանք այս ներկայաիշխանությանը հեռացնենք։ Ես գիտեմ, թե ընդդիմադիր դաշտի հետ ձեր պայմանավորվածություն դուք ավելի կարակ հեշտ ձեռք բերեք, քան ներկայաիշխանության հետ, որովհետև ներկայաիշխանության ծրագիրը թուրքացման է։ Բոլորի հետ կապված այդ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների ծրագրերը, մոտեցումները, դա ամեն ձևի Հայաստանը մնալու, հայ ժողովրդի արժանապատվության, Արցախի ժողովրդի իրավունքի, Արցախի վերականգնման, հայկական լինելու մեր այդ իմաստի հետ կապված։ Դուք ձեր խոսույթների մեջ միշտ դա կարևորացնում եք, չէ՞։ Արցախի հիմնախնդիրն, Արցախի իրավունքներն, այս տարածքում դե հիմի ձեր ընդդիմադիր դաշտում պայմանավորությունը ավելի հեշտ կլինի ձեռք բերել, քան ներկայաիշխանության այդ ներկայացուցիչների հետ, որովհետև մեկ սրանց դրսևորումները տեսել եք, սրանց ի պաշտոնը ղեկավարման տարիների ընթացքում ու տեսնում եք հիմի սրանց շարունակական ինչ սպասելիքներ են մեզ նախապատրաստում։ Դրա համար բոլորդ էլ ունեք ընտրություններ, չգնաք ժողովրդի դավաճանության, նորից եմ ասում, մեր հերիքա, մեր ժողովրդի, մեր հանրության հասարակության մեջ դավաճանները արդեն, եկել է ժամանակը դավաճաններին պատժելու, եկել է ժամանակը մաքրելու հասարակությունը դավաճաններից, սրիկաներից, այ գնում ենք դրան, այ այդ ուղղության վրա աշխատանքներ իրականացրեք ու ամեն մարդու դրսևորում է երևալու է, ով ինչ անելիք է արել, ով ինչ գործողություններ արել, հանուն այդ գործողություններին, թշնամուն առիթ մի տվեք, թշնամու ախորժակը շատ է մեծացել, նորից եմ ասում ձեզ, դրա շատ մեծանալը մեր բալրությունից է, մեր անտարբերությունից է ու պլյուս դրան էլ ներկայաիշխանության թեզերից է, խոսույթներից է, որ պատմական թշնամին տենց ավելի մեծ ավելի բանով ախորժակներ։ Հենց մի հատ տեսեք սրանց Քարոզարշավը, ով ինչ երկրներում են ավելի շատ բանանում ցույց տալիս։ Մի հատ ադրբեջանական թուրքական սայտերը մտեք։ Բացի ներկայաիշխանության Նիկոլ Փաշինյանի
Քարոզարշավից ուրիշ բան ցույց չեն տալիս ու ողջունում են։ Հիմի մեծ ողջունող պատմական թշնամին մեր երկրի քարոզարշավ տանողին, սա ում շահերի մասին է խոսում, մեր շահերի մասին է խոսում, մեր վաղվա ապագայի մասին է խոսում։ Դե ասում եմ բառացիորեն բոլորը աչքներդ բացեք, շատ ծանր իրավիճակ է, բայց վճռական ժամանակ է, հպարտանալի ժամանակ է, որովհետև ամեն մի հայ ունի իր բանը, որ ասում է կարող է ինքը այդ ժամանակահատվածում լինի դերակատար ու լինի արժանի հայի բանը, որ ասում է կերպար ձևակերպող անձ։ Այսքանը ես ուրիշ հարցերի հետ կապված բան չունեմ, որովհետև ներկա ժամանակներս այդ է պահանջում։ Պարակտում չմտցնեք, պարակտում մտցնողներին անիծեք, պարակտում մտցնողներին համերաշխություն, ժողովուրդ ձեզ խնդրում են, համերաշխությունով ջախջախելու եք այս չարիքներին։ Մեզ վատ լավ ուզողը պարակտում չեր մտցնի, մեզ լավ ուզողը մեզ մահ չի ուզի, մեզ լավ ուզողը մեր իրավունքները չեր վաճառի, մեր ժողովրդի մեր հողը, մեր բնորանը չեր վաճառի, ժողովուրդ դա լավ ուզող չի, դա մեր ազգային թշնամի համար մեկն են դրանք։